Ողջույն սիրելի եկեղեցի, Աստված օրհնի ձեր ներկայությունը այսօր այստեղ։ Գիտեք, կան միջազգային բառեր, որոնք որ աշխարհի որ ծայրում են ասես, քեզ կհասկանան։ Այդպիսի բառերից մեկը Coca-Cola-ն է։ Այն ուր էլ ասես Coca-Cola, կհասկանան ինչի մասն ես խոսում։ Նմանատիպ եւս մեկ բառ կա, որ որտեղ էլ որ ասես, հասկանալու են ինչի մասն ես խոսում։ Գիտեք, որ բառն է դա։ Ալելույա բառն է։ Այս բառը այնքան տարածված է, այնքան հանրաճանաչ է, որ նույնիսկ Տիրոջ եկեղեցին շատ հաճախ ոչ թե եկեղեցի են անվանում, այլ ալելույա երգողներ։ Ամեն Տիրոջ եկեղեցին լուրջ չէ, Տիրոջ եկեղեցին երգող եկեղեցին է։ Սա շատ կարևոր է։ Գիտեք, աշխարհում շատ տարբեր ձայներ կան, որոնք որ միախառնվելով իրար աղմուկ են ստեղծում։ Օրինակի համար ռումբերի ձայներ, աշխատող գործարաններ, մեքենաներ, հայհոյություններ, երթումներ, սուտ, ատելություն եւ այս ամենի մեջ, այս բոլոր ձայների մեջ մենք լսում ենք հարատև երգող եկեղեցու ձայնը, որը նույնն է, չի փոխվել։ Եկեղեցին երգում էր առաջին դարերում, երբ որ գրվեց Հայտնություն գիրքը, եւ եկեղեցին նաեւ երգում այսօր։ Այսօր մենք միասին երգեցինք։ Սակայն շատ կարևոր է նաև հասկանալ, թե ինչու ենք մենք երգում, որովհետև սովորենք, որ պաշտամունքի հայտագրի մեջ երգեր կան, կամ որովհետև երբ որ երգում եմ, ինձ լավ եմ զգում, թեթևացած եմ զգում, ինչու է եկեղեցին երգում։ Ահա այս հարցերին պիտի փորձենք այսօր պատասխանել կամ պատասխաններ գտնել Հայտնություն 15-րդ գլխի մեջ, կամ գլխի միջոցով։ Հայտնություն 15-րդ գլուխը կազմված է երկու պատկերներից, եւ այդ երկու պատկերները միախառնված են իրար մեջ։ Առաջին պատկերը Տիրոջ վերջին դատաստանն է, վերջին դատաստանը, որը պիտի իրականանա 7 հրեշտակների եւ 7 գավաթների միջոցով, եւ երկրորդ պատկերը երգող եկեղեցին է։ Եվ այս պատկերները Հայտնություն 15-րդ գլխի մեջ իրար հերթականությամբ չեն գալիս, այլ միախառնված են իրար մեջ, միմյանց մեջ, ինչպես այսօր աշխարհի աղմուկը եւ այդ աղմուկի մեջ երգող եկեղեցին։ Մենք միաժամանակ տեսնում ենք, թե 7 հրեշտակներին, 7 պատուհասներով կանգնած եւ թե երգող եկեղեցին այս ամենի մեջ։ Ուրեմն հասկանալու համար Հայտնություն 15-րդ գլուխը նախ պիտի սկսենք 14-րդ գլխից, թե ինչպես է այն ավարտվում։ Այսպիսով կարդում ենք, որ 14-րդ գլխի վերջում խաղողի այգեկութ է տեղի ունենում։ Եկեք միասին կարդանք 14-րդ գլխի ավարտը։ Ուրեմն զոհասեղանից մեկ այլ հրեշտակ դուրս ելավ, որ կրակի վրա իշխանություն ուներ եւ սուր գերանդի ունեցողին բարձրաձայն գոչեց ասելով. «Քո սուր գերանդին ուղարկիր ու երկրի այգու ողկույզները քաղիր, որովհետև դրա խաղողը հասել է»։ Եվ հրեշտակն իր գերանդին երկրի վրա դրեց, երկրի այգու խաղողը քաղեց եւ դրեց Աստծու բարկության մեծ հնձանի մեջ։ Եվ հնձանը քաղաքից դուրս կողվեց եւ արյունը հնձանից հոսեց մինչեւ ձերի սանձերը մոտ 1600 ասպարեզ։ Երբ խաղողը քաղված է, տեսնում ենք, որ այգեկութ է տեղի ունենում, եւ ճզմված հնձանի մեջ, ինչ է մնում անել։ Այո, այդ հյութից գինի պատրաստել։ Եվ ինչ ենք կարդում Հայտնություն 15-րդ գլխի մեջ, ինչ է մնում անել այդ հյութից։ Եվ մի ուրիշ նշան տեսա Հայտնություն 15-րդ գլուխ առաջին համար։ Երկնքում մեծ ու զարմանալի 7 հրեշտակներ, որոնք վերջին 7 պատուհասներն ունեին, վերջին պատուհասները, քանի որ նրանց միջոցով էր ավարտվում Աստծո բարկությունը։ Այս պատկերի նման մի տեսարան կա Աստծո խոսքի մեջ։ Սաղմոս 75-ն է, եթե ընթերցել եք։ Տեսեք ինչպես է մեզ նկարագրում Սաղմոս 75-ը դատավոր Աստծուն։ Եվ Սաղմոս 75-ը հենց այսպես էլ անվանվում է
Աստված դատավոր։ Բայց Աստվածը դատավոր։ Սրան ցածրացնում է, նրան բարձրացնում։ Որովհետև բաժակ կա Տիրոջ ձեռքին եւ եփվում է պղտորությամբ լցված գինին։ Գինին թափվում է նրանից, բայց իրավի երկրի բոլոր ամբարիշները պիտի քամեն ու խմեն նրա մրուրները։ Այս Սաղմոսի մեջ տեսնում ենք մի պատկեր, ուր կանգնած է Աստված, ձեռքին մի բաժակ, եւ այդ բաժակի մեջ լցված է, այդ բաժակը լցված է պղտոր գինիով, իր մրուրի հետ։ Նույն միտքը տեսնում ենք նաև Հայտնություն 14-րդ գլխի մեջ, որ անցած կիրակի միասին կարդացինք։ Նայեք, տեսնում ենք մի հրեշտակ, որ հայտարարում է. ով երկրպագում է գազանին ու նրա պատկերին եւ դրոշմ է ընդունում իր ճակատին կամ ձեռքին, նա Աստծո ցասման գինուց պիտի խմի, որն անխառն լցված է նրա բարկության բաժակի մեջ եւ պիտի տանջվի սուրբ հրեշտակների եւ գառան առաջ կրակի եւ ծծմբի մեջ։ Եվ ուրեմն տեսնում ենք Աստծուն ձեռքին ցասման բաժակ, որ լցված է անխառն գինիով, այսինքն չմաքրված գինիով։ Այս օրինակը շատ հետաքրքիր է։ Մաքուր գինին համարվում է մրուրից մաքրված գինի։ Այս գինին, այն գինին, որ նստվածքից մաքրված չէ, իր մրուրով է կեղտոտ գինի է համարվում։ Եվ դառն է, շարունակում է թթվել, թթու է, քացախ է, ով նման գինի կխմի։ Գինի պատրաստողները գիտեն, հավանաբար ձեր մեջ էլ կան մարդիկ, ովքեր որ խաղողի հյութից ժամանակին գինի են պատրաստել։ Երբ որ խաղողի հյութը լցնում են տարաների մեջ, այն որոշ ժամանակ պիտի մնա, որ նստվածք տա։ Եվ այդ նստվածքը անվանում են մրուր, որի մասին քիչ առաջ խոսում էինք։ Հետո գինին առանձնացնում են այդ նստվածքից, մրուրից։ Հետաքրքիր մեկ համեմատություն կա այս առումով։ Մարդը գինին է իր մաքրության առումով, իսկ մեղքը մրուրը։ Եվ Աստված կարծես հմուտ գինեգործի պես մարդուն մաքրում է այդ նստվածքից, մրուրից, դարձնելով մարդուն մաքուր։ Ինչպես որ գինեգործը գինուց առանձնացնում է մրուրը, այդպես էլ Աստված մարդուց հեռացնում է մեղքը։ Իսկ եթե այդ մրուրը չմաքրես, այլ տառան, այսինքն այն ինչի մեջ որ լցված է գինին խառնես, մրուրը կրկին գինու հետ կխառնվի եւ նա այլևս պիտանի չի լինի, կեղտոտ գինի կդառնա։ Եվ քանի որ մեղավոր մարդիկ համեմատվում են այս չմաքրված գինու հետ, կեղտոտ գինու հետ, մրուրով գինու հետ, ապա Սաղմոս 2-ն ասում է, որ այս մեղավոր մարդիկ կեղտոտ մարդիկ, կեղտոտ գինին էլ խմելու են։ Իր մրուրով հանդերձ խմելու են այն, ինչին որ արժանի են։ Ինչ է անում Քրիստոս։ Այն բաժակը, որ նախատեսված էր մեղավոր մարդկանց համար, Քրիստոս մեր փրկելու համար մինչև վերջ խմեց։ Սրա մասին կարդում ենք Հովհաննեսի ավետարանի մեջ։ Այն բանից հետո, երբ որ Քրիստոս Գեթսեմանի պարտեզ է իջնում, գիտեք այդ պատկերը, կրկին Սաղմոս 75-ի պատկերն է, բայց այս անգամ Քրիստոսն է հաղորդության սեղանի գլխին նստած, գինու բաժակը ձեռքին եւ հաղորդության խորհուրդն է բացատրում, հաղորդության պատգամն է տալիս։ Սակայն երբ որ իջնում են Գեթսեմանի պարտեզ, զինվորներ են գալիս, որպեսզի Քրիստոսին ձերբակալեն։ Եվ ինչ է անում Պետրոս, մոտը սուր ուներ, որպեսզի Քրիստոսին չձերբակալեն, հանում է այդ սուրը, վրա է հասնում եւ քահանայի ծառայականջը ինչ է անում, կտրում է։ Տեսեք ինչ է ասում դրանից հետո Քրիստոս։ Հիսուս Պետրոսին ասաց. «Սուրդ պատյանի մեջ դիր, միթե չպիտի խմեմ այն բաժակը, որ Հայրն ինձ տվեց»։ Սաղմոսի մեջ 75-ի մեջ տեսնում ենք եւ Հայտնության մեջ, որ Աստված ձեռքին այս մրրով լեցուն, այս իր բարկությամբ լեցուն բաժակ ունի, եւ այստեղ Քրիստոս ասում է, որ Հայրը այդ բաժակը ինձ տվեց։ Եվ այդ բաժակը, այդ պատուհասներով բաժակը ես պիտի խմեմ։
Հիսուս մինչև վերջ խմեց այդ բաժակը, որն Աստված տվեց, որ մենք մեղավորներս պիտի խմեինք։ Սակայն այստեղ մենք տեսնում ենք, որ գավաթների մեջ, հայտնության գրքի մեջ, ոչ թե մրուր է լցված, այլ ավելի վատ, նրանց մեջ պատուհասներ են լցված։ Եվ Քրիստոս այդ բաժակը մեզ համար մեր փոխարեն խմեց։ Ուրեմն 15-րդ գլխի առաջին համարից սկսած տեսնում ենք, որ խաղը քաղված է, տրորված է հնձանում եւ արդեն դառը պատուհասներով գավաթները պատրաստ են։ 7 հրեշտակ, 7 պատուհասներով։ Սակայն հաջորդ համարից 15-րդ գլխի տեսարանը փոխվում է։ Տեսեք ինչ է գրված։ Տեսա նաև ապակեցով կրակի հետ խառնված երկրորդ համարից։ Եվ նրանց, ովքեր հաղթեցին գազանին եւ նրա պատկերին ու նրա անվան թվին, որ կանգնած էին ապակե ծովի վրա եւ Աստծո քնարներն ունեին եւ երգում էին Աստծո ծառա Մովսեսի երգն ու գառան երգը ասելով. Մեծ ու զարմանալի են քո գործերդ, Տեր, Աստված ամենակալ, արդար ու ճշմարիտ են քո ճանապարհները, ով ազգերի թագավոր, ով է որ չի երգչելու Տեր եւ քո անունը չի փառավորելու, որովհետեւ միայն դու ես սուրբ, որովհետեւ բոլոր ազգերը պիտի գան եւ քո առջեւ պիտի երկրպագություն անեն, քանի որ քո դատաստաններդ հայտնի դարձան։ Մեզ ներկայացվում է ապակեցով։ Ինչ ապակեցով է սա, որի վրա այս հաղթողները կանգնած են։ Որտեղ է այս ապակեցովը։ Կարդալով հայտնության գիրքը մենք արդեն անցյալում հանդիպել ենք այս ապակեցովին։ Հայտնության 4-րդ գլխում, ուր նկարագրվում էր Տիրոջ գահը եւ թե ինչպիսի սրբության ու փառաբանության մեջ է գտնվում այս գահը, հայտնություն 4-րդ գլխի 6-րդ համարում կարդում ենք։ 4-րդ գլուխ 6-րդ համար։ Որ Տիրոջ գահի առջև բյուրեղանման ապակե ծով կար։ Ուրեմն այս ապակե ծովը ուղիղ Տիրոջ գահի առջև է, Տիրոջ ներկայության մեջ է։ Եվ ովքեր որ այս ապակե ծովի վրա են կանգնած, ուրեմն կանգնած են Տիրոջ ներկայության մեջ, կանգնած են Տիրոջ գահի առջև։ Ովքեր հաղթեցին գազանին, հաղթեցին նրա պատկերին եւ հաղթեցին նրա թիվը։ Նորից ընթերցեմ։ Ու տեսա ահա մի ապակե ծով կրակով խառնված եւ նրանք, որ հաղթեցին գազանին ու նրա պատկերին եւ նրա դրոշմին եւ նրա անվան թվին, կանգնել էին ապակե ծովի վրա եւ ունեին Աստծո քնարները։ Նրանց հավատքը փորձվեց այնպիսի ձևերով, որ մենք նույնիսկ չենք կարող պատկերացնել։ Այնուամենայնիվ ես հույս ունեմ, որ նրանց հավատարմությունը Տիրոջը, որը նրանք ցուցաբերեցին ամենադժվար փորձությունների ժամանակ, կխրախուսեն ձեզ եւ ինձ, կխրախուսեն մեզ այսօր հավատարիմ մնալ Տիրոջը մեր շատ ավելի քիչ դժվար փորձությունների ժամանակ, որ մեզ պատահում են։ Նրանք նայեցին գազանի աչքերի մեջ, տեսնելով դրա մեջ մահվան սարսափելի սպառնալիք, սակայն նրանք հաղթեցին գազանին գրված է։ Իրենց հաղթանակի շնորհիվ նրանք այստեղ են կանգնած, եւ դուք տեսնում եք նրանց հարություն առած եւ երգող։ Նրանց քնարները Աստծո պարգևն են, նախատեսված փառաբանելու նրան, որ նրանց դիմանալու ուժ է տվել այս փորձության օրերին, այս տառապանքի օրերին, այս հալածանքի օրերին։ Եվ ինչ են նրանք երգում։ Մեծ ու զարմանալի են քո գործերը, Տեր, Աստված ամենակալ, արդար ու ճշմարիտ են քո ճանապարհները, ով ազգերի թագավոր, ով է որ չի երգչելու եւ չի փառաբանելու քեզ, որովհետեւ միայն դու ես սուրբ, որովհետեւ բոլոր ազգերը պիտի գան ու քո առջև պիտի երկրպագություն անեն, քանի որ քո դատաստանները հայտնի դարձան։ Հետաքրքիր է այս երգը։ Ինչ եղանակ ուներ։ Արդյոք այն եղանակը, որ մենք պատգամից առաջ երգեցինք, մեզ ծանոթ եղանակ կամ անծանոթ եղանակ, երբ որ մենք էլ Տիրոջ առջև կանգնենք ու այս երգը երգենք այն օրը։
Սակայն եղանակը չէ կարևոր։ Բուն միտքը այդ չէ։ Բուն միտքը բառերն են, որոնք որ արտահայտում են այս երգը։ Երգողները կենտրոնացած են միայն Աստծո վրա։ Նրանք նույնիսկ չեն կենտրոնացած իրենց սեփական թանկարժեք եւ փառահեղ հաղթանակի վրա, որովհետեւ հաղթեցին։ Իրենք երգում են ոչ թե իրենց հաղթանակի մասին, այլ նրա մասին, որ իրենց հաղթանակ տվեց, իրենց հաղթանակ շնորհեց։ Այսպիսով նրանք ունեն ճշմարիտ երկրպագության սիրտ եւ հասկացողություն, որ ամեն ինչ Աստծո մասին է, այլ ոչ թե նրանց կամ մեր մասին։ Նրանք երգում են Մովսեսի երգը, գրված է, եւ Գառան երգը։ Վստահ եմ Կարմիր ծովի բացման պատմությունը բոլորդ գիտեք, կամ գոնե լսել եք։ Երբ Մովսես եւ ժողովուրդը հասան Կարմիր ծով, հանկարծ լուր լսեցին, որ փառավոնը փոշմանել է, եւ զորք է ուղարկել նրանց հետևից նորից հետ բերելու Եգիպտոս ստրկության։ Առջևում ծովն է, ետևում սուրացող թշնամին։ Տերը բացեց Կարմիր ծովը եւ Կարմիր ծովի ջրերը պատի պես կանգնեցին։ Մովսեսն ու ժողովուրդը ցամաքով անցան։ Սակայն սա դեռ ավարտը չէր։ Սուրացող թշնամին նրանց հետևից մտավ բացված Կարմիր ծովը իսրայելացիներին հասնելու համար։ Սակայն պատ կազմած Կարմիր ծովի ջրերը փուլ եկան նրանց վրա, խորտակելով զորքը, կառքերը եւ ամեն բան։ Այս վերահաս կործանումից հրաշքով փրկվելուց անմիջապես հետո Մովսեսը Կարմիր ծովի ափին երգում է Տիրոջը, փառաբանում է Տիրոջը։ Սա նկարագրված է Ելից 15-րդ գլխի մեջ։ Սա Աստվածաշնչի առաջին երգն է։ Մովսեսի երգը Աստվածաշնչի առաջին երգն է։ Այնտեղ նրանք երգում են Տիրոջը նրա զորության մասին։ Տերը հաղթանակ տարավ փառավոնի եւ նրա հեծյալների զորության վրա։ Այս երգը Մովսես երգում է Կարմիր ծովի ափին, վերահաս կործանումից փրկված ժողովուրդը եւ Մովսեսը փառաբանության երգ են երգում Տիրոջը։ Ինչ նմանություն կա Կարմիր ծովի այս հրաշքով փրկության մեջ եւ հայտնության մեջ մեզ ներկայացված պատկերի մեջ։ Հայտնության ժողովուրդն էլ նույն վտանգի առջև էին։ Հետևում Գազանն էր, Գազանի պատկերն էր, ով սպառնում էր բոլոր իրանց երկրպագողներին սպանել, առջևում Կարմիր ծովի նման մահը։ Սակայն ինչ արեց Աստված։ Մահը ետ քաշվեց։ Մահը գնաց, Պողոս առաքյալն ասում է, ուր է ով մահ քո խայթոցդ։ Եվ հիմա մենք տեսնում ենք այս նույն ժողովրդին Տիրոջ գահի առջև քնարները ձեռքին նրան փառաբանելուց եւ երգելուց։ Եվ հիմա մենք հայտնության մեջ կրկին տեսնում ենք փրկված ժողովուրդ ապակե ծովի ափին Տիրոջ առջև, որոնք երգում են։ Սա վերջին անգամն է, որ երգ է հիշատակվում Աստվածաշնչում։ Այսպիսով Մովսեսի երգը առաջին երգն էր, այս երգը, որ լսում ենք հայտնություն 15-րդ գլխի մեջ, վերջին երգն է, որ հիշատակված Աստծո խոսքի մեջ։ Եվ նրանք երգում են Գառան փրկության մասին։ Մեկը երգում էր Կարմիր ծովի ափին, մյուսը ապակե ծովի վրա, Տիրոջ գահի առջև։ Այս հատվածը ցույց է տալիս, որ Տիրոջ եկեղեցին երգող եկեղեցի է։ Երգող եկեղեցին երգի միջոցով պատմում է Տիրոջ գործերի մասին եւ նորից վերապրում է դրանք։ Գիտեք, որ երաժշտությունը հիշողություններ է արթնացնում։ Մեր երաժշտությունը արթնացնում է մեր վերապրած փորձառությունները եւ դրանց հետ կապված մեր զգացմունքները։ Կոնկրետ երգ լսելով մենք հիշում ենք ինչ ենք մենք ապրել այդ երգի տակ։ Ում հետ, երբ, որտեղ եւ ինչպես է դա տեղի ունեցել։ Այս երգը նրանց փորձառության մասին է, թե ինչպես նրանք հաղթեցին Գազանին։ Նրանք հաղթեցին ոչ թե իրենց ուժով, ոչ թե իրենց իմաստությամբ եւ ոչ էլ սեփական անձի մարտիրոսությամբ, այլ կարդում ենք, որ նրանք նրան Գառան
արյունով ու իրանց վկայության խոսքով հաղթեցին եւ իրենց կյանքը չսիրեցին մինչև մահ։ Ուրեմն երկող եկեղեցին գեղեցիկ ձայների մասին չէ եւ ոչ էլ ընդմիջում աղոթքի ու հայտարարության մեջ։ Եկեղեցին երգում է, որովհետև հաղթեց։ Մենք երգում ենք, որովհետև Քրիստոսի միջոցով հաղթեցինք չարին, հաղթեցինք մեղքին։ Այսօր, երբ որ երգում էիր, արդյոք այդ գիտակցությունդ մեջը կար, որ այս երգի միջոցով դու ասում ես, որ Քրիստոսի միջոցով մեղքին հաղթել ես, ոչ ես ասել այսօր մեղքին։ Որովհետև նաև եկեղեցին երգում է, որովհետև շնորհակալ սիրտ ունի։ Այս տեսարանից հետո տեսարանը կրկին փոխվում է։ Ու մենք կրկին հանդիպում ենք 7 հրեշտակներին 7 պատուհասներով կամ 7 թասերով, 7 բաժակներով։ Ընթերցեմ հատվածը։ Դրանից հետո տեսա, որ երկնքում բացվեց տաճարի վկայության խորանը, տաճարից ելնում էին 7 հրեշտակները, որոնք ունեին 7 պատուհասները, նրանք մաքուր եւ փայլուն կտավ էին հագել եւ կրծքին ոսկե գոտիներ կապել։ Այն 4 կենդանիներից մեկը 7 հրեշտակներին 7 ոսկե գավաթ տվեց, հավիտյանս հավիտենից, կենդանի Աստծո բարկությամբ լի, եւ տաճարը լցվեց Աստծո փառքի ու նրա զորության ծուխով, եւ ոչ ոք չէր կարող տաճարը մտնել, մինչև 7 հրեշտակների 7 պատուհասները չկատարվեն։ Այս 7 գավաթները 7 վերջին պատիժներն են։ Մինչ այս նախորդող պատիժների նման։ Հիշում եք ինչպես սկսվեց Տիրոջ դատաստանը հայտնության մեջ։ Մագաղաթի 7 կնիքների բացումով։ Եվ ամեն մի կնիքի բացմանը հաջորդում էր Տիրոջ դատաստանը։ Այնուհետև հնչեցին 7 փողերը կրկին հերթականությամբ։ Եվ ամեն մի փողի ձայնի ժամանակ կրկին իրականացվում էր Տիրոջ դատաստանը։ Այժմ մենք տեսնում ենք, որ տաճարից դուրս են գալիս 7 հրեշտակ, 7 գավաթներով, որոնց մեջ պատուհասներ են լցված։ 7 կնիկ, 7 փողեր, 7 բաժակ թաս կամ գավաթ։ Տիրոջ դատաստանը իրականացվում է փուլ առ փուլ։ Հիմա կասեք ինչու 7, որովհետև Աստված հավատարիմ է իր խոսքին։ Եվ այս բոլոր 7-ական փուլերը Տիրոջ խոսքի, նրա մարգարեության իրականացումն են։ Ինչ որ Աստված խոստացել էր հավատքի հայրերին, նա այստեղ փուլ առ փուլ իրականացնում։ Ուրեմն ինչու 7, 7 կնիկ, 7 փողեր, 7 բաժակներ։ Ղևտացիների 26-րդ գրքում, գրքի 26-րդ գլխում հետևյալն ենք կարդում։ Եթե դուք ինձ հետ խոտոր վարվեք եւ չուզենաք լսել ինձ, այն ժամանակ ձեր մեղքերի համեմատ 7 նապատիկ կհարված եմ ձեզ։ Եվ բացատրում է թե ինչպես։ Իսկ եթե սրանցով էլ չխրատվեք, ասում է, ինձանից եւ խոտոր վարվեք ինձ հետ, այն ժամանակ ես էլ խոտոր կվարվեմ ձեզ հետ եւ ձեր մեղքերի համեմատ 7 նապատիկ կպատժեմ ձեզ։ Եթե դրանից հետո էլ ինձ չլսեք ու խոտոր վարվեք ինձ հետ, այն ժամանակ ես էլ բարկությամբ խոտոր կվարվեմ ձեզ հետ եւ ձեր մեղքերի համեմատ 7 նապատիկ կպատժեմ ձեզ։ Նույնը տեղի է ունենում հայտնության գրքի մեջ։ Աստված դատաստան է անում։ Աստված իր դատաստանի միջոցով էլի ու էլի զգուշացնում է։ Տեսեք, 7 կնիկ, 7 փողեր, որոնց մասին լսեցինք, այժմ 7 թասեր։ Սակայն մարդիկ դարձյալ չապաշխարեցին, այլ ընդհակառակը իրենց սրտերը խստացրեցին եւ նույնիսկ այդ հարվածների պատճառով հայհոյեցին Տիրոջը։ Սրա մասին կարդում ենք Հայտնություն 9-րդ գլխի մեջ։ Երբ որ փողերի ձայները լսվում էին եւ Աստված դատաստան էր անում, ժողովուրդը ետ չդարձավ, չապաշխարեց, այլ ավելի խստացրեց իր սիրտը եւ նույնիսկ գրված է իրանց ձայները բարձրացրեցին եւ հայհոյեցին Տիրոջը։
Եվ հիմա մենք տեսնում ենք, որ վերջի պատուհասները պատրաստ են։ Նրանք լցված են 7 բաժակների կամ 7 գավաթների մեջ։ Սա Տիրոջ դատաստանի վերջին փուլն է։ Տերը վճռել է եւ իրականացնելու է այն, ինչ որ որոշել է, եւ իր որոշումից ետ չի դառնալու։ Տեսեք, երբ որ հրեշտակները երկնային տաճարից դուրս եկան, ոչ ոք չկարողացավ ներս մտնել, որովհետև տաճարը լուծուխով լցվեց, մինչև որ այս դատաստանները չիրականացվեն։ Չնայած որ մենք արժանի ենք այս գլխում նկարագրված հատուցմանը, Քրիստոս այն խմեց մեր փոխարեն։ Աստծո արդարության մասին արժե եւ պետք է երգել։ Երգել թե այն արդարության մասին, որ տեղի ունեցավ խաչի վրա, եւ թե այն արդարության մասին, որ գալու է, որը նկարագրված է այս գլխի մեջ։ Երբ որ կարդում ենք Հայտնություն 15-րդ գլուխը, այն պետք է մեզ քաջալերի երգելու Տիրոջ արդարությունը։ Երգելով մենք պատմում ենք Աստծո արդարության եւ դատաստանի մասին երաժշտության միջոցով։ Գիտեք, երբ որ սիրտդ լցված է ուրախությամբ, երգը ինքն իրեն է շուրթերից դուրս գալիս։ Սակայն երբ որ դու հալածվում ես կամ տառապանքի միջով ես անցնում, ինչպես երգես։ Եվ այն եկեղեցիները, ում գրում էր Հովհաննես առաքյալը, այս նամակը, հայտնության նամակը, տառապանքի եւ հալածանքի միջով էին անցնում։ Մենք տեսանք, թե ինչպես հալածվեցին նրանք, ովքեր հավատարիմ մնացին Տիրոջը, չերկրպագելով գազանին, նրա պատկերին եւ ոչ էլ նրա թիվը իրենց վրա ընդունելով։ Ուրեմն ինչպես է Հայտնություն 15-րդ գլուխը ներկայացնում այս կապը երկող եկեղեցու եւ մեր տառապանքների միջև։ Հետևյալ 3 կետերը կարող ենք տեսնել Հայտնություն 15-րդ գլխի մեջ։ Առաջին կետը հետևյալն է. երբ որ մենք ճանաչում ենք Քրիստոսին, մենք երգում ենք Տիրոջը, ամեն։ Աստված նոր երգ է դնում մեր սրտի մեջ, մեր մտքի մեջ, երբ որ քրիստոնյա ես դառնում, ապաշխարում ես։ Երկրորդը, երբ որ տառապանքները գան, մենք երգելու ենք Տիրոջը, որպեսզի կարողանանք դրանց միջով անցնել։ Եվ երրորդը, գալու է օրը, երբ տառապանք այլևս չի լինի, սակայն մենք շարունակել ենք երգել Տիրոջ ավիթյան։ Ամեն մեր Տիրոջը։